Հաղարցնեցի Տիկին Անժիկի տանջակատին ԱՅՈ-ի շտաբի մեծ պաստառ է փակցված։ Անժիկը, որ գյուղում Էլցանցի հսկիչն է, հաստատեց, իր տունը ԱՅՈ-ի շտաբ է, բայց տեղյակ չէ ով է շտաբի պետը։ Բա ի՞նչն է, շտաբի իմաստը ո՞րն է, ինչ եք աշխատում, ո՞նց եք աշխատում։ Բա շտաբը չի է։ Տիկին Անժիկը հեռացավ անպատասխան թողնելով հարցերը, թե ինքն արդյոք կողմ է սահմանադրական փոփոխություններին եւ թե ինչու են հատկապես իր տունն ընտրել ԱՅՈ-ի շտաբի համար։ Շտաբ դարձած տան դուռը կողպած էր։ Հաղարծինում ԱՅՈ-ի եւս մի շտաբ կար, կրկին դռնփակ։ Մինչդեռ հարևան Թեղուտի ԱՅՈ-ի շտաբը բաց էր։ Նախկին արդեն չգործող կենցաղի տան միայն մի սեղան աթոռով կահավորված սենյակի պատասխանատուն Թեղուտցի գործազուրկ Կարինե Զարգարյանն էր, ասաց գյուղապետարանից աշխատավարձ են խոստացել ու պարապ չմնալու հույսով շտաբի պատասխանատուի գործն իր վրա է վերցրել։ Գյուղապետարանն առաջարկել աշխատանքի համար, ցել համաձայնել եմ։ Ինչքան աշխատավարձ եք ստանում։ Ես չեմ ստացել առաջ, չգիտեմ ինչքան կվարձատրեն։ Խոստացել են, որ ինչ որ։ Ես ասել են կվարձատրենք աշխատավարձը կվաճառեն, բայց թե ինչքան չգիտեմ։ Որ աշխատանք չկա, էլի ասում ես մի քիչ աշխատեմ, էլի դուրս կգամ։ Թեղուտի գյուղապետը, որ ընտրվելուց անմիջապես հետո հանրապետական է դարձել, մեր այցելության պահին տեղում չէր։ Ազատությանը հեռախոսով ասաց, իրենից աշխատավարձ ակնկալող Կարինեին ոչինչ չի խոստացել, պնդեց անգամ, թե ինքը չի բացել շտաբը, քարոզչական աշխատանքի հետ էլ կապ չունի։ Ինքը շտաբի պատասխանատու Կարինեն դատարկ սենյակում այսօայն կողմ էր գնում ու հավատացնում, թե այցելուների պակաս չեն ունենում։ Ինչ որ սահմանադրության մեջ նշված է, կետերը բացատրում ենք իրան, ծանոթացնում ենք։ Ամենակարևոր կետը ո՞րն է։ Դե ինչ չեմ կարող տենց ասեմ։ Բա ասում եք բացատրում եմ, ի՞նչն եք բացատրում։ Այնտեղ խնդրում եմ մի նկար, ես չեմ ասում։ Գյուղերում բացված ԱՅՈ-ի շտաբներից դուրս մինչդեռ գյուղացիները պնդում էին կամ չեն մասնակցի քվեարկությանը, կամ էլ ոչ են ասելու սահմանադրական փոփոխություններին։ Սահմանադրական հանրաքվեին մասնակցելու եք։ Չէ, ինչի համար։ Նա արդեն որոշված է։ Ձևական ինչ են անեմ։ Բիրում են գաշարքը տալի ամեքին մի մեշո կալրի փող են տալի ու գնում։ Ինչ են անում։ Ինչ են անում։ Ընտրություններից առաջ նկատի ունեք։ Այո, ընտրություններից առաջ։ Հետո մեկ էլ ամեն ինչ թանկացնում, որ այդ փողերը հավաքեն։ Չեմ գնալու։ Ոչ մի ձևի չեմ գնա։ Ինչի՞ սա պետք է։ Ոչ եմ անում։ Ոչ եմ գնալու, բայց ոչ եմ գնալու, մեզ պետք չի։ Մասնակցել ենք, բայց ոչ դենք ասել օպորտունիտ էլի։ Ես ոչ եմ ասելու, ով ուզում է այո ասի, ով ուզում է ոչ, ես ոչ եմ ասելու։ Բոլորն էլ ոչ։ Ոչ մեկ այո չի ասում։ Ում ուզում ես հարցրու։ Ոչ մի լավ տեղաշարժ չկա, լավ բան, առաջընթաց չկա։ Հաղարծնի գյուղապետարանի աշխատակից Շալիկոտ Համրազյանն իր շրջապատում հարցուփորձ է արել ու եզրակացրել։ Ոչ կողմնակիցները ավելի շատ են, որովհետև չեն վստահում այս կառավարությանը, իշխանություններին, որովհետև խոստումներ են տվել, չեն անում, շատ վատ։ Ոչ ավելի շատ կլի երևի։ 25 տարի ասում են լավ ալնելու, ում մարա լավը։ Մի քանի հոգու 11% հիմարա լավը։ Բայց մնացածը։ Հիմա իմ ջահելությունն է Ռուսաստան, որ աշխատանք չկա։ Թող դրա համար մտածեն։ Ասենք տենց ընտանիք չկա, որ դրսում մարդ չունենա։ Ձեր տնտողը։ Իմ 3 երեխես է դրսում են։ Երեխեքս, թորներս, փեսեքս, աղբերներս, սա աղբեր երեխեքս, մարդ չկա այստեղ։ Ես հեսա Ռուսաստան եմ գնալու, իմ ընտանիքը հավաքելու եմ, նստեմ իմ մեքենան գնամ Ռուսաստան։ Որոշված է, արդեն տեղն էլ է որոշված, ուր եմ գնալու, ինչ եմ անելու։ Այդ չեք գա։ Չեմ ուզում գամ։ Դիլիջանցի տաքսիստ Արտուշը սակայն ավելացնում է, Հայաստանում կմնա մինչև սահմանադրական հանրաքվե իր ձայնին տեր կանգնելու համար։ Գնալու եմ զուտ նրա համար, որ իմ քվեաթերթիկը ուրիշ չքվեարկի։ Գնալու եմ ու դեմ եմ քվեարկելու։